Սիրելիներ, բարև բոլորիդ, ուրեմն այսօր Տերս ինձ բերել է մի հատ ընտանիք, որտեղ որ կաբրի կույր հաշմանդամ մի հատ աղբեր իր մամայի հետ, որը նմանապես էլի խուլ է, հիվանդություններ ունի եւ այլն։ Ես կուզենայի այսօր ծանոթացնել իրանց հետ, իրանց խնդիրների հետ ծանոթացնել, որպեսզի կանգնեինք այս ընտանիքի կողքին եւս։ Մեր աղբոր հետ մի ծանոթացնեմ, ինքը պատմե թե ինչ է եղել իր հաշմանդամությունը, մենք ծանոթանանք, իսկ հետո նաև վկայեմ այն հրաշքի մասին, որ նոր Տերս գործեց մեկ օրվա ընթացքում։ Իրականում հրաշքները չեն դադարել տեղի ունենալ։ Ես կտեսնեմ, որ որտեղ որ Տերս ինձ կտանի նաև մեծ հրաշքներ կգործե։ Ինքը ցույց կտար այդ տեղը ներկա է։ Ինքը ցույց կտար մեր աղոթքներին կլսե շատ արագ կպատասխանե, որ իրականում մեզի հետ է, փառք Աստծուն, որ իրականում այնքան մարդիկ կզանգեն կդիմեն, որ մեր կողքը եղնին, որ մենք իրականում չենք էլ հասցնել այսօր, փառք Աստծուն, նաև այսօրվա օրվա համար, մի մեր աղբոր հետ զրուցենք, հարցեր տամ, ինքը պատասխանե, դուք ծանոթացեք իր իրավիճակի հետ։ Մեր աղբերն է, քանի տարեկան ես Եղիս ջան, մի հատ ներկայացի։ Ես հունիսին կյանի 50 տարեկան, որը 22-ամյակից արդեն կույրացել եմ, ոտքից է հաշմանդամ եմ։ Ունիմ նաև խնդիր, սրտի բան, ստենդավորված եմ, 98 թվի ապրիլ 16-ին էր, դժբախտ տեղի ունեցավ, հանգստարյատը տրակավ, երկու աչքից կույրացա, ոտքս է կդրեց հիվանդանոցը։ Իսկ ճակատիդ այդ վիրահատությունները, աղբեր ջան, ճակատել է, հա, կարեր է դրած, ինչ խոր։ Ճակատս պես բացվել էր, պես երեսով բանոց պես վարած էր, պես ձերքս։ Հա, ձերքը Հա, այս ձերքս է մինչև ստեղ, հետև մե 20 օր էլ ավել պարգ ենք նեննական, Գյումրի։ Այս այդ ձերս եք կդրեին, 40 օր պարգեր ենք Սիպտակ հիվանդանոցը, Գյումրի, 20 օր էլ Երևան, նոր դուրս եմ կրել։ Իսկ սենք ինչ պայմանների մեջ կաբրիք, աղբեր ջան, ես իմացա, որ դուք բաղնիք չունիք, հա, նույնիսկ լողանալու համար, որ հաջախագի, սենք ձեզի լողանալ է պետք, ձեր պրոթեզը կցավծնե, հա, ինչ որ, բայց սենք այդ բաղնիկը նույնիսկ չկա, հա, ձեր տան մեջ, հնարավորություն չկա լողնալու, հա, աղբերը։ Հա, թե ճիշտ է, բաղնիկ զուգարանը կա, բայց սենք վերանորոգման կարիք կա։ Հա, որտեղ է ձեր բաղնիկ զուգարանը, աղբեր ջան։ Բաղնիկ զուգարանին սենք տակջուր չունիմ, հա, կապել սենք։ Հա, հնարավորություն չկա։ Հետ հնարավորություն։ Մի հատ նկարեմ, կարելի է, մի հատ նկարենք։ Իրանց տան պայմանները ես ձեզի ցույց տամ, ժողովուրդ ջան, որովհետև մենք կայցել ենք տներ, ոչ թե նկարելու, այլ օգնելու համար։ Սեղ լույս կա քուր։ Հա։ Ահա, սպես վիճակ է, բաղնիկը փեդ են տրել, էլի։ Բաղնիկ չունին լողնալու մարդիկ։ Սպես վիճակ է, ժողովուրդ ջան։ Հա, հետո աղբեր ջան։ Մենք որ կրանանք սենք գոնա բանիկը բանը, թե հաջախագի կուզես լողնաս։ Հա։ Հնարավորություն չկա։ Իսկ մենակ թոշակ կստանաք, հա։ Մենակ թոշակ։ Մենակ դու մամադ եք ստանա, թե մենակ թոշակ ստանա։ Հա, մենակ այդ թոշակով պիտի համ տեղեր առնիք, համ ապրիք, համ տները ռեմոնտենեք, համ կոմունալները, համ արիկավորներին օգնեք, հարևաններին օգնեք, տեսիշներին եւ այլն։ Ում իշկան կարան կան օգնենք, հա։ Թող Աստված մեզի օգնի, մենք կարանանք բոլորին օգնենք։ Հա։ Երկու աչքդ կուրացավ այդ ժամանակ, հա, աղբեր ջան։ 98 թվի ապրիլ 16-ին երկու աչքս կուրացավ, դե այս վիճակին աչքերը սա։ Աչ ոտքս է ծնգից վերև պրոթեզ է։ Հա, տեսան։ Արտոսները բաց թող տեսնի։ Տեսան իրականում։ Շնորհակալություն աղբեր ջան։ Իսկ մամադ ինչ առողջական խնդիրներ ունի, կուզես դու խոսաս, տաճան, լսես կա ինձի։
Լսվից ենես։ Կուզես խոսաս։ Չէ։ Մամասեր ունի, սենք Ինչ խնդիրներ ունի ախպեր ջան։ Հա։ Տեսողության խնդիր ունի, սենք ոնաշարը, Հա, շշում ունի էլի։ Հա։ Լավ չի զգա, սենք աշկերը նորմալ չէ, մե քանի չնչին քանի տոկոս կտեսնի։ Սենք ինքն է առողջական խնդիրներ ունի։ Պարզ ախպեր ջան, շատ շնորհակալ։ Ժողովուրդ ջան, ուրեմն սիկ մեր ախպոր ընտանիքի հետ կապված խնդիրներն են, որոնց հետ ես ծանոթացել եմ մեր քրոջ օգնությամբ, որը նմանապես խնդիրներ ունի, հիվանդություններ ունի, թոշակ չի ստանա, ուղղակի իրան տնով են օգնել, ապահովել են ու մեր քուրը ունի նաև սննդի օգնության կարիք, կուզենայիր խոսայիր մեր գուփարկու վիճակից այդ քուրս։ Մեր քրոջներ հմի ցույց տամ, իր խնդիրն է հայտնե մեզի ու հաջորդ տեսանյութի մեջ ես կտեղադրեմ, թե մեր աղոթքներից հետո Աստված ինչ լուծում տվեց այս հարցին։ Քուր ջան, քո խնդիրը կներկայացնես, ինչ խնդիր է։ Ես Գոհարի Գաբելյանս, ծնվել եմ 1970 14-րդ ամսին։ Ես բարդ խնդիրներ ունիմ, վիրահատություններ շատ եմ տարել, հիվանդություններ շատ ունիմ, ոտքերս վարիկոս, տրոմբոզ, քայլելու ունակությունը պես չունիմ վար, աշխատանքով ապահոված չեմ, մայր հայր չունիմ, քույրիկս մահացած, կոմնագի եկամուտ չունիմ, չեմ ստանում թոշակ նպաստ, 37 տարի ապրել եմ տնագի մեջ եմ պայմաններով, ջրհեղեղի պատճառով տունս կորցրեցի ավիրվավ, քաղաքապետարանը հատկացրեց ինձ սոցիալական անապահով շենքը, որը իմ սեփականությունս չէ, ես ինչքան Աստված կյանք է տվել կարող եմ ապրել, ես ոչ մի տան պայմաններ չեմ ունեցել, օգնել են տունս, դրել են ամեն ինչ, բայց հիմա առողջական խնդիրներ ունիմ, որս չեմ կարող աշխատել ի վիճակի չեմ, տեղորակ գնել, կոմունալ վճարումներ կատարել, թոշակի չեմ, նպաստի չեմ, օգնող ձեռք չունիմ, օգնող ինձ միակ ազնվորություն նոր կա իմ հորոխբորոս կինն է, մեկի կույր հաշվանդամ Եղիշ Թորոսյանը, որը իրանք հոգեպես հարազատ չեն, բայց հարազատից վեր են, իրանք կօգնեն, ինչքան որ հնարավորության սահմանում իրանք կօգնեն, օպերացիաներ ունիմ շատ բարդ։ Ժողովուրդ ջան, երկու ընտանիքներ, երկու հատ կարիք այսօր մենք տեսանք, որոնց որ պետք է կանգնենք իրանց կողքը։ Մենք աղոթել ենք Փառք Աստծուն։ Իհարկե, աղոթքները շատ արագ պատասխան կգտնին ու Աստված միշտ էլ կպատասխանե այն մարդկանց, ովքեր որ հնազանդության մեջ կքայլեն։ Մեր քուրը աշտեն ես իրանք ճանճեմ մոտ 3 օր, ինքը աշտեն մեր խմպակի մեջ է, հələ Աստված իրանց հետ աշխատանք կտանի, թե հանդերձները փոխելու հարցով, թե արտակինը փոխելու հարցով, իրանք հնազանդ հոգիներ են ու պետք է Տիրոջը ծառայեն։ Երկուսն է աշտեն մեր եկեղեցում կգտնվին, շատ շուտով Աստված իրանց համար շատ մեծ օրհնության դռներ կբացի։ Ժողովուրդ ջան, եթե կան մարդիկ, որոնց սրտում Աստված կդնե ցանկություն օգնելու այս ընտանիքներին, ապա զանգահարեք ինձի իմ համարից, հեռախոս համարից +374 98 95 0071 համարին։ Կատարեք փոխանցումներ ու օգնենք այս երկու ընտանիքներին։ Իսկ թե Աստված առավոտյան ինչ պատասխանեց ինձի, հաջորդ տեսանյութի մեջ պարտադիր կտեղադրեմ, թե իրանց խնդիրը, երկուսի խնդիրը ինչ ձևով կրնա լուծվի։ Ամեն դեպքում ամեն մեկս ում սրտի մեջ ինչ կտնե Աստված, շարժվենք, օգնենք, տեսակ մեր աղբոր վիճակը, իրակույր վիճակը, ես երեք ուղղակի եկա երկար ժամանակ, իշխոշ քարացած եղնեի, ագնոսներն որ հանեց ու ես տեսա իրա կուրությունը, մի հատ բացես աչքերը թող տեսնի մեր բաժանոցները, հա աղբեր ջան։ Ես իրական կեղծեմ
ու առավոտը ես սեցի տես ջան, հաց չեմ ուտել, ջուր չեմ խմել, մինչև որ այս հարցին դու լուծում չտաս։ Մի ջրջրծրա, հա քուրչա։ Ու առավոտը տերս շատ շուտ պատասխանը տվեց, թե այս խնդիրը ինչը պետք է լուծենք, բայց մենք բոլորս պետք է կանգնենք նյութապես օգնենք այս երկու ընտանիքին։ Սկանը սիրելիներ, իրականում մենք ցավ կապրենք այն մարդկանց համար, ովքեր որ կգտնվին սպես վատ վիճակների մեջ։ Ու գիտեք, այս մեր քուրը, ես իշեք օր եք աշխատիմ, ես ուղղակի հիացած եմ, թե այս քուրը ինչ պատրաստական է բոլոր ծառայություններին մասնակցելու, ինչպես նաև հնազանդություն հագնելու։ Ու շատ շուտով կտեսնիք, թե մեր քուրը ինչ համ իր հանդերձները կփոխի, համ իր արտաքինը կփոխվի ու կդառնա Աստծո կամքի պես։ Թող փառավորվի Տիրոջ հզոր ու զորավոր անունը բոլորիս կյանքերում հավիտյան։ Սիրելիներ, Աստված օրհնե բոլոր այն մարդկանց, որոնք որ պատրաստ են կանգնելու կույրի, կաղի, ոսպի, ոսպեվայրու կողքին։ Մեր աղբերը Սեմոր ամուսնացած բաժանված է, նաև մեր քուրն էլ է ամուսնացած բաժանված, մեր աղբերը ունի 2 հատ երեխա, ու 2 երեխեքն էլ իրանց մոր մոտ են, գնացել են մոր հետ, մի խոսքով Աստվածաշնչյան պատճառով է բաժանված, իր կնոջից, այսինքն ունի Աստվածաշնչյան հիմք, նույնիսկ այս կույր վիճակի մեջ ինքը փորձել է ստեղծել իր ընտանիքը։ Սկանը սիրելիներ, ինչ որ կուզենայի, սկանը ինչ որ կուզենայի ցեզի ներկայացնեի, կսպասեմ ձեր զանգերին, հույսով եմ որ կկանգնենք այս ընտանիքների կողքին ու հաջորդ տեսանյութի մեջ դուք անպայման կլսեք, թե ինչը Տերս պատասխանեց մեր աղոթքներին ու կույր մեր աղբերը ինչը գտավ իր տեսողությունը։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, կսիրեմ բոլորիդ, կօրհնեմ բոլորիդ, թող Աստծո կամքը կատարվի ամեն մեկիս կյանքերում ու ընտանիքներում հավիտյան։